وقتی anniversa te tuchtugir Պատիժը թե ամպոտ ու անձրևոտ օր Սավշտե թե կոնկրետ ճակատագիր դոմինո Այ քեզ կինո Իսկ պատմության ես տաճարը երեք ընկեր են խառը Ովքեր փոխում են եղանակը ու բերում ամառը Ովքեր իրար շատ հարազատ են վարչապից ավել ազատ են Երբ կոչվում է այս կինոն դոմինո Կապչունի խոհարարս դու ծեմեր սով Քեզ հարկավոր է սիրել ու մի քիչ էլ հով Քեզ հարկավոր է ասել ես այլ ոչ թե նո Դոմինո Ոչ սովորական կինոն է սկսվում պատմությունը մեր Այստեղ ոչ թե նույնի շուն ոչ է շունը թե Այստեղ ամենը նոր կյանք է ու նոր կինո Դոմինո Ոչ սովորական կինո Որ կոչվում է դոմինո Այն կոչվում է դոմինո I love you Չէ, բատերնա Էդ ինչո Էդ բթումի տեսակա Ինչ եք բոլորին ասա, որ ես Դե որ ես Երկարոտ բացակայելու ես Ահա Վաբշետ էդի միտքը չէր Որ մի ապուշի Քո Ոնց քո Եթե դու մեռած չձևանայիր, մենք էլ չենք ասի, որովհետև էլ իմաստ չկար թաքցնելու Չնայած, բայց մի կողմից էլ լավ է, էլի Նալեն թեթև կտանի, ծանր չի տանի, թող պատրաստ լինի Նարեն չգիտի Ոնց հաստատ Գիտեմ դժվար է, բայց եթե շատ եք նեղվում, ես կարամ Նարեին հայտնեմ այդ բոթը Ու ես դրանից հետո քեզ կբոթեմ Դե նկատի ունեմ կծեծեմ Նարեն սրա մասին պետքա չի մանա Առանց էլ չեք տեսնում ինչ ծանրատանում Չեմ ուզում հիմիկվանից սքա Ճիշտ ես ասում Համել թող անակնկալ լինի Չնայած չլինի տենց անակնկալը Մի խոսքով Նարեն Միկայի հիվանդության մասին պետքա ոչինչ չիմանա Լիլի ջան, նենցա որ Միկայի հիվանդության մասին մենք էլ ոչ մի բան չգիտենք Ուղղակի գիտենք, որ հիվանդ է Նարեն դրա մասին էլ պետքա ոչինչ չիմանա Հասկացանք իրար Լավ, ինչ եղել է Կյանքը շարունակվում է ու քանի դեռ կյանքը շարունակվում է ես պետքա իրականացնեմ իմ ցանկությունները Միկա հերիք այդ հիմար ցանկությունների վրա փողերը ծախսես Ու մի մոռացի, որ մենք մնում ենք, դու գնում ես Քո ցավը տանեմ Ես որ քո տեղը լինեի, այդ փողերը կթողնի ձեզ Ապա ես էլ որ քո տեղը լինեի, ես շեշ դուս չէի տա Էնում սփյուռքա հայրնա Էնում Հայաստանցի տղանա պատասխան Տանձի Հա որովհետև այսօր պապու տարինը բայց քո հեչ տանձին էլ չի Որը գնաս գերեզ մնալ մի հատ խում ծախես վերես անկել այդտեղ Ոնց պապի մավնուրը այսօր էր Հա ինչի մենակ պապիտ Աֆոն անցյալ տարի այսօր չմահացավ Հա որ Հա այսօրվա պես հիշում եմ Հորքորիս տղա Մարտինի մահվան 5-րդ տարին էր Գնացել էինք իրենց տուն Զանգին ասին Աֆոն մահացել է Ոնց Մարտինն էլ այսօր մահացել Բա ինչ է արել Մարտինն էլ, Ռուզանտատին էլ, պապիտ հորոխորդ տղա Վասիլը մի խոսքով, այսօրը մեր ցեղի համար լավ որ չի Իրանի չէր մորական տատեր մեր ցեղից լիներ, գոնե այսօրվա հետ կապված մի լավ բան կլիներ Լավ ես գնամ այսօրով ես կան եկա չեմ զմ կոմպի մոտ մնամ, ասում են ճառագայթումը Պապուտ մասին չմոռանաս, մեր անունս էլ համ խում կվառես, համ էլ ծաղի կտնես, հասկացար դուրակ Միկա
Ау։ Աստորեն այսօրա։ Լավ այ ախպեր, տենց վատ մի զգա քեզ, նենց չի որ ես տենց անգիր հիշում եմ պապուս մահվան օրը։ Իքա տենց բան չկա, ինչ մի անիմաստ ներս ես գցել։ Դոկ պապան ճիշտ ասում, այսօր մեր ցեղի համար սև օր է։ Ուղղակի ես այնքան եմ դարդրով ընկել, որ լրիվ մոռացել էի, որ այդ օրն է։ Վերջերս Ռուբիկ ջան, ինչ ես խոսում, քեզ էլ մինիմում մի ամիս կա։ Եթե հիվանդությունից էլ չէ, հաստատ ուրիշ բանից։ Բայց այսօր ախր ես էլ պատրաստ չեմ։ Բայց խիեց այսօր։ Միկա ջան, ես ինձ սարքած կամպոտն է։ Ասեցի բերեմ խմես, որ տենաս ինչ լավն է։ Բայց մի խնդրանք ունեմ, որ գնաս են աշխարհ, կիսուրիս կասես, որ Ժաննան շատ է լավ կամպոտ սարքել գիտի։ Նայի, հա, ճշտելու եմ։ Միք, բայց ես քո փոխարեն այդ կամպոտը չէի խմի։ Բոտուլիզմա բանա։ Հետո ինչ գիտես Ժանան այդ մրգերը նորմալ լվացել է փակելուց առաջ թե չէ։ Այ ընկերս սենց ալնում։ Միք, այդ ոնց է չհաստատված բոտուլիզմով կամպոտից վախենում ես, իսկ հաստատ վնասակար ծխելուց չես վախենում։ Որովհետև ես դանդաղ մահա, իսկ ես վարկենական ցլանդր։ Բայց ապրեք սրտացավության համար մարդի այս սենց ընկերներ ունենա։ Գնացինք։ Ուր։ Ապուս մոտ։ Միք, ինչ ես խոսում, դու հլը ոտի վրա ես։ Դե հա, ապեր շատ լավ ասեցիր, հլը, ու քանի հլը ոտի վրա եմ գնանք մեր պապուս գերեզմանին խունկ վառենք։ Ու вообще տղեկ, այսօր ամբողջ օրը իմ հետ դիլնեք, մանավանդ դու գրե, ու հատկապես դու նորա։ Այսօրվա պես հիշում եմ, որ Ալիկի մոտ աշխատում էինք, ոնց Միկան եկավ գործի, ոնց կարտոշկեն մաքրեց, լցրեց ձեթի մեջ, ու հավեսով շուր տվեց վրես։ Ինչ օրեր էին։ Ժաննա, ոնց որ մի քանի օր շուտ ես սկսել Միկայի մասին պատմություններ պատմել, սպասի օրը գան օր էլի։ Հա, դու էլ հիշի, որովհետև լավ կլինի, որ այդ օրը մենք լիքը պատմելու բան ունենանք։ Հավատա, իմ հիշտացները ճիշտ չլինի պատմել, մանավանդ եթե պիտի լացակումած պատմեմ։ Ինչի՞։ Ուրեմն հիշում եմ, ամուսնուս ճանապարհել էի կոմանդիրովկի, գիշերանոցով իջա Միկայի տուն, ու մացեց, էդ իրա սրտիկներով տրուզիկով էր։ Հետո։ Ժաննա։ Եթե էլ բան չունես անելու, կարողա կաֆե խմենք։ Ուղեղս արդեն էլ չի աշխատում։ Լիլի ջան, եթե կոֆեն ուղեղի աշխատանքին օգներ, ես հիմա գիտնական էի դարձել։ Օրը 10 լիտր խմում եմ։ Կարա ջան, կոֆեն ուղեղն է թարմացնում, ոչ թե ուղեղաստեղծում։ Այսինքն, Այ, հենց սրա մասին էլ ասում էի։ Լիլ, նորիկին տեսել ես։ Նոր Միկայի հետ դուրս եկավ։ Ինչ? Ու ինքը դեռ Միկայի այդ հիմար կատակից հետո իր հետ ինչ-որ տեղ ա գնում։ Լավ, Նարե ջան, թարգի հիմա տղա էր կատակ է արել։ Չհասկացա։ Համել սիրուն չի։ Լեզուս էլ չի պտտվում։ Բանի ետևից վատ բաներ խոսելը։ Եթե չեմ սխալվում, այդ կատակի զոհերից մեկը դու էիր, Ժաննա։ հա բայց նա ես չի որ վատ կատակ էր, այսօր ամբողջ օրը հիշել եմ ու ծիծաղից մեռել եմ։ Կարա ինչ ես խոսում։ Նար, բայց խոսքը մեր մեջ իրոք ծիծաղալու էր։ Լիլի լավ ես։
Միկա, չունենամ քեզ։ Ոնց էր մտքով անցել էր, իբր ինքը մեռել է։ Շատ խնդավ։ Կարդը մի քիչ կամած քշի, էլի։ Միկի ջան, սրանից կամացը զադնին է։ Միկ այդքան մի լարվի, հա, քեզ ոչ մի բան չի լինի։ Ապեր եթե իմ մեռնելու համար ոչ մի բան, հա, ուրեմն ճիշտ ես։ Զրուշ մարդ հանցնում։ Միկի այդ մարդը մայթով է անցնում։ Հա, բայց ամեն դեպքում զրուշավորությունը շատ լավ բան է։ Միկ մի թուլացի հարթան յա։ Մի րոպե, մի հատ ստեղ բայ, էլի, ստեղ բայ։ Մի հատ մտնեմ ես շինանյութի խանութ գամ։ Ոնց եք ասում, որ Միկայի պահվածքը նորմալ է, լրիվ ցնդել եք։ Ժանային հանած իհարկե։ Շատ ճիշտ նկատեցիր Նարե ջան, որ ես ցնդած չեմ։ Չէ, Ժաննա ջան, ուղղակի տարիքիցը տամաչեցի։ Լավ, Նարե, դու ամեն ինչ չափազանցնում ես։ Տղայա, հիմա մի հատ էլ հիմար կատակ արել։ Նորմալ չի։ Նորմալ է։ Իսկ որ բոլորիս Բարսելոնայի մայկաներ էին հագցրել, դա էլ է նորմալ։ Հա, մայկայա էլի։ Համել շատ սիրուներ։ Իսկ որ ստեղ մերկա պարուհի էին բերել, դա էլ է նորմալ։ Ոնց։ Միկա ինքստեղ մերկա պարուհի է։ Հա, Կարա ջան, դա նորմալ է։ Իհարկե ոչ։ Մեզ ինչի չէին ասել, կգայինք, կտեսնեինք, ուրախանայինք։ Ճիշտ է։ Լավ, ես դեռ կպարզեմ ձեր հետ ինչա կատարվում։ Չնայած ես չեմ կարա, ստեղ կոնկրետ լուրջ ստաժով հոգեբույժ է պետք։ Ինչ։ Ապահովությունը լավ բան է։ 100%։ Դու ավելի լավա դեմ մտնայի, հա։ Վերջ։ Չեմ քշում։ Ես էլ ներվ չունեմ։ Կողը գիտես չունես վարժեստում։ Դանդաղ արագ հետ առաջ, քշի մի քշի։ Համաձայն եմ, ապեր։ Դա էլ ապու։ Լավ, ապեր, համաձայն եմ, ես մի քիչ լարված եմ, դրա համար եկեք գնանք փաբ, մի բաժակ բան խմենք, հետո կգնանք։ Բայց էլ ոչ մի խոսք, հարց չկա։ Ապեր։ Ասում եմ, ես ավտոն ոնց ավտո է, լավ, լավ։ Շատ։ Նոր դու կգաս տնստես։ Ինչի տեղ ցուրտա մտածում ես կարող եմ մրսես մի բան լինի։ Կարող է գիտես երեխա է։ Ապեր կարող ես նկարան գնի գլխիս մի բան լինի, էլի։ Հա, մի կրակեք էլի ինչ-որ պետք է գտամ, մենակ խնդրում եմ մի կրակեք, սաղ գտամ ձեզ։ Միկա հանգստացի էմաներ։ Էմա ինչ-որ ուզում ես գտամ քեզ մենակ մի սպանի էլի խնդրում եմ։ Միկա հետ արի մի հատ, էմաներ ու շամպայնը։ Էմա դու ցնդել ես, դա ինչ ես անում։ Շրջան, դու չասիր մի բան դուր խմեմ։ Էնոնը ասում էր սրանից հետո միայն շամպայն ես խմելու։ Դու կախում պես էլի ներվերս չի դիմանում, եկեք գնանք իմ տուն, հա։ Դոք, բայց դու առաջինը դու սրիտ ես ամեն ինչ նորմալ է, նոր մենք, հա։
Եկեք ապեր, հաստատ ոչ մի բան չի քանդել։ Դուրը, էլի, դուրը։ Միք ջան, ճիշտ ասած Սաշու ջաջայի ասածներից ես էլ այսօր մի քիչ փշաքաղվեցի։ Բայց ի՞նչ ես որոշել, որ այսօր հենց քո հերթն է։ Ապեր, այդ ես չեմ որոշել, այդ Աստվածա որոշել։ Ապեր Աստվածածիր հիշեցի։ Աստված սիրես, թարգի էլի։ Ոչինչ ապեր, ես քո հետ վաղը կխոսեմ։ Անճիշտ որ վաղը չեմ խոսա, նոր կհիշես այն օրը։ Նայ այն օրը կարմիրի մեջ։ Ես քո հավեսը չունեմ, հա։ Ես գնացի, վաղը կտեսնվենք։ Կտեսնվենք։ Դու ինձ կարող ատենաս, բայց ես քեզ հաստատ չեմ։ Միք ջան, չնեղվես, ես մինչև վերջ հետդ եմ։ Ու հուսով եմ հիմա հասկացար, թե ով է քո իսկական ընկերը։ Ես ուզում եմ ես թանկանոց ժամացույցս քեզ նվեր տամ ինձնից հիշատակ։ Բայց որ նեղ ընկնես, կարաս պարխային ծախես։ Մերսի ապեր, ու վերջ։ Մնացածն էլ կտակում ա գրած, էլի դե այ անկուշտ։ Միք, ես իրական նկատ ունեի ու վերջ էլ բան չունես ասելու։ Չէ։ Գնամ լողանամ, շորերս հագնամ։ Ապրիլի 25-ից 26-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքերը բացահայտվել են։ Էս սկսվոնց, հա։ Ընտիր ապեր, կարաս դուխով մեռնես։ Շնորհակալություն դոկ ջան, դու շատ անկեղծ ընկեր ես։ Հերթական միլիոնատիրոջը թալանելուց եւ սպանելուց հետո հանցախմբին հաջողվել է դիմել փախուստի։ Վերոնշյալ անձանց մասին տեղեկությունների դեպքում խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժանմունք կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով։ Հետա։ Տեսագրություն։ Ինչը։ Ապեր դու մոռացել ես, որ ես էլ եմ միլիոնատեր։ Հետո ինչ։ Հետո մյուսը ես եմ, կմտնեն ինձ թալանելու ու ինձ կսպանեն։ Թրանք, ուր, ոնց քո տուն, ինձ հաստատ ձեր տանը ման չեն գա։ Միկա, բայց որ հանկարծ ման գան, ինձ ու Տինային էլ քո հետ կսպանեն։ Դուք առաջինքի։ Տինան դրսում ա, ոնց տես բան անեմ։ Ապեր դու արխային, Տինան եթե տեսնի տենց փագան, նենց կգոռա, ձայնը միջև ստեղ կլսվի։ Միջև երբ ես ստեղ մնալու։
Մինչև 12-ը էլի, մինչև օրը փոխվի։ Հավես Տինան որ տեսավ ստեղ ես, այնքան հարց է տալու, որ կարող է իր հարցերից մեռնես։ Ապեր ոչ մեկ չպետք է իմանա որ ես ստեղ եմ։ Տենց ավելի անվտանգ է, մանավանդ Ծինան։ Ինքը գիտի չէ որ ես միլիոնատեր եմ։ Բարի։ Ուր բա բարի։ Բարի։ Չհասկացա բանալիդ ինչի էր թողե դռան վրա։ Մոռացել էի։ Ես եմ մտածի թե աղջիկ մաղջիկ ես բերե տուն։ Դու չէ Ծինա ջան, ինչ ես այդ տղեն եմ։ Ճիշտ ես ասում, քեզ որտեղից այդքան շնորհք։ Հանգստացար։ Բանջասի շատ խնդալու էր։ Դու կամած կխնդաս։ Ես գնում եմ քնելու։ Այդ հոգոցները դե կամած հանի։ Միք։ Ձենը։ Այ տղա, ես քեզ ասում եմ ձենդ կտրի։ Սա էստեղ ինչ անում։ Սա։ Էս Միկանա։ Միկանա։ Դու ուրեմն հենց հիմա այդ Միկայիդ հավաքում ես ու Ստեչենք։ Միք, բայց քեզնից չէր որ Ծինա այդ քյալա չտվեցիր։ Ապեր մոռացել ես այսօր ինչ օր է։ Բաղամոտ չէր իր ձեռով գնալ։ Միկա դու լը հավատում ես որ ես Ապեր նայ։ Չնայած ասում ես ինչ բացատրում հանգիստ մեռի էլի։ Ասա։ Ապեր ես փողերով թաղմանս հարցերը կլուծեք։ Անացած փողերս էլ ես կարտի վրա է։ Միք վերջացրու։ Ափսոս ապեր, ափսոս։ Բայց հաջող աղբեր ես։ Միք։ Հա։ Քարտի կոդը մոռացար ասես։ Ապեր ինձ մնացել է մի քանի րոպե։ Ոնց։ Հոր փոխվել է։ Հա որ։ Այլի։ Ասես կոդը չեմ ասել, հա։ Ընկերդ գնում է մեռնելու, դու ասես կոդը չեմ ասել, հա։ Միք, բանը կարող է ժամը ցխալա։ Չէ, ժամը կոդը չեմ ասել, հա։ Բախտի անիվեսա, թե թուղթուգիր Պատիշը թե ամպոդ ու անձրևոտ օր Սավեշտե թե կոնկրետ, ճակատագիր Դոմինո, այ քեզ կինո Իսկ պատմության ես տաճարը, երեք ընկեր են խարը Ովքեր փոխում են եղանակը ու բերում ամառը Ովքեր իրար շատ հարազատ են, բայց չափից ավել ազատ են Երբ կոչվում է այս կինոն, դոմինո Կապչունի խոհարար ես, դու ձեմ ես սով Քեզ հարկավոր է սիրել ու մի քիչ էլ հով Քեզ հարկավոր է ասել ես այլ ոչ թե նո Դոմինո, Ոնց օրական կինոն ես սկսվում պատմությունը
հիշում է դա